Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ուժեղ Հայաստանի առաջադրած թեկնածուն, ինչպես է պատկերացնում Եվրաինտեգրումը, ինչպես է մեկնաբանում Սամվել Կարապետյանի որոշ հայտարարություններ։ Համաձայն է, որ Հայաստանը մշտապես պետք է ունենա այլընտրանքներ, որ Հայաստանին որպես աջակցություն Եվրամիությունից տրամադրվող առևտրային միջոցները ուղղված չեն որևէ երրորդ երկրի դեմ, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում առանցքային դրական դեր է ունեցել մեր երկրի արևելյան սահմանների կայունության եւ անվտանգության ապահովման գործում, եւ արդյոք համաձայն է, որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն չեն կատարել պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ներխուժումից հետո։ Կախվածությունը մեկ կենտրոնից միշտ հղի է ռիսկերով։ Միշտ պետք է դու ունենաս դիվերսիֆիկացիա, առավել ևս տնտեսական դիվերսիֆիկացիա, որովհետև մենք գիտենք հենց այսօր էլ մեր գյուղացիները բախվում են այն խնդրին, որ այս դիվերսիֆիկացիայի բացակայության պատճառով նրանք ստիպված են ճանապարհ փակել։ Եվրամիության դիտորդական առաքելության մասին Հովսեփյանի պատասխանն այն էր, որ Հայաստանի անվտանգային համակարգը բազմաթիվ բաղադրիչներ ունի։ Ամենաառաջնայինը ուժեղ հզոր հայկական բանակն է։ Հնարավոր այլ գործիքակազմերը, որքան արդյունավետ լինեն, այնքան ձեռնտու է Հայաստանին ու նրա քաղաքացուն։ ՀԱՊԿ-ի մասին ասաց, որպես դիվանագետ կարծում է, պետք է պայմանագրերը իրագործվեն, եւ ինստիտուցիոնալ դիվանագիտությունը պետք է ձգտի դրան։ Հարցերի հեղինակ Հռիփսիմե Գրիգորյանն արձանագրեց. Տիկին Հովսեփյան, ցավում եմ, բայց դուք չպատասխանեցիք հարցերին։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորները մի քանի անգամ փորձեցին պարզել, թե Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն ինչ դիրքորոշում կունենա, եթե անցկացվի հանրաքվե Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ։ Ես կողմ եմ ռեալ պոլիտիկին, եթեներին կողմ չեմ, եւ այդ հարցը իրականում հենց ձեր դաշտում է, ձեր գործադիրի դաշտում է, երբ դուք ունենաք հստակ դիրքավորում, կարող եք այդ ժամանակ միայն անկեղծորեն գալ եւ նման հարցադրում անել, այնպես որ դուք հիմա անկեղծ չեք քաղաքացիների եւ անկեղծ չեք այս ամբիոնի նկատմամբ։ Արեգա Հովսեփյանը նաև կարծում է առաջիկա տասնամյակներում Հայաստանը չի կարող դառնալ Եվրամիության անդամ։ Այդպիսին են ընթացակարգերը, որքան էլ մեր երկրում դրա վերաբերյալ օրենքներ ընդունվեն։ Դուք ասում եք եթեներով մի խոսացեք, բայց ես չեմ ընդունում ձեր այս մոտեցումը, որովհետև պայմանականորեն կարելի էր հարց տալ, եթե հիմա արտահերթ ընտրություններ լինեին, դուք կպաշտպանեիք Սամվել Կարապետյանի թեկնածությունը, թե կմիանայիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին։ Վստահ եմ, այդ հարցի պատասխանը միանգամից կտայիք, չնայած որ հարցը եթեով է։ Հիմա ես ուզում եմ հարցը տամ։ Եթե այսօր լիներ ուրեմն այն հանրաքվեն, որի մասին խոսում ենք, ձեր քաղաքական ուժը կողմ կլիներ միանալ Եվրամիությանը, թե մնալ ԵԱՏՄ-ում։ Խնդրում եմ տրամադրեք ինձ համապատասխան տնտեսական, ֆինանսական, անվտանգային, իրավական բոլոր վերլուծությունները, որոնցից դատելով, որոնց հիմքում կա Հայաստանի Հանրապետության շահը, այդ մասին հանձնաժողովում նստենք, քննարկենք եւ եթե դա բխում է իսկականից Հայաստանի շահերից, մենք կարծում ենք տարաձայնություն չենք ունենա այս հարցում։ Տվեք ինձ այն բոլոր վերլուծությունները, որոնց հիման վրա մենք կարող ենք գալ այդ հարցի պատասխանին։ Այդ վերլուծությունները այսօր արկա չեն, մենք այս հարցը միայն մեկ հանձնաժողովի որոշելիք հարցը չէ, մենք կողմ ենք, բարձր հայտարարում եմ Եվրաինտեգրմանը։ Տարոն Չախոյանը ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանի ընդամենը 2025 թվականին արված հայտարարության ձայնագրությունը հնչեցրեց։ Կատեգորիկ անհամաձայնություն ենք հայտնում Հայաստանի գործող իշխանության ընտրած եվրաինտեգրացիայի կուրսի հետ։ Выражаем категорическое несогласие с выбранным действующими властями Армении курсом на евроинтеграцию. Դուք այդ ամբիոնից մեզ փորձում եք համոզել, որ կողմ եք եվրոպական ինտեգրմանը, ձեր առաջնորդը հայտարարել է, որ կատեգորիկ դեմ է եվրոպական ինտեգրմանը։ Սա ոնց հասկանանք։ Նատալիա Սինորյանին հետաքրքրում էր Հովսեփյանն ինչպես է պատկերացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնում աշխատանքը այն դեպքում, երբ իշխանությունը վարչապետի գլխավորությամբ բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան շարժումը չեն շարունակելու։ Դուք ընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահ գնալու եք միջազգային հարթակներում, ինչ դիրքորոշում եք հայտնելու Ղարաբաղյան շարժման վերաբերյալ, այն թեզերն եք առաջ մղելու, որ շարժումը շարունակվելու է, թե ոչ։ Արցախյան շարժումը չի կարող
ավարտվել, սկսվել մեկ մարդու որոշմամբ, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Դա ամբողջ հայ ժողովրդի շարժումներ, եւ դա էր հենց որ սենց միտքս ձևակերպեմ, Հայաստանի երրորդ հանրապետությունը ծագել է նաեւ Արցախյան շարժումից։ Այսօր, երբ դուք խփում եք Արցախյան շարժմանը, խփում եք նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության պետականության հիմքերին։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնատուն Նազելի Բաղդասարյանն է, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեխնատուն Տրդատ Սարգսյանը։ Կառավարող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն այս տեխնատությունները ներկայացրեց ու քննարկեց ընդդիմության բացակայությամբ, երբ երկու խմբակցություններն էլ դահլիճը լքել էին Դավիթ Ղազինյանին որպես կարգապահական տույժ նիստից հեռացնելուց հետո։ Նազելի Բաղդասարյանը պարզաբանեց, թե ինչու է որոշվել հանձնաժողովը ու նաև համապատասխան նախարարությունը վերանվանել, ներառելով բարեկեցություն բառը։ Սրանում կարծում եմ ամփոփված է պետության հանձնառությունը եւ այն փիլիսոփայությունը, որը մենք դնում ենք ամենի մեջ։ Բնականաբար այն գործառույթները, որոնք սոցիալական ապահովությունից են բխում, որևէ կերպ պետությունը չի հրաժարվում այդ հանձնառությունից։ Մեզ համար կարևոր է քաղաքացու բարեկեցությունը։ Մեզ համար բավարար չէ սոցիալական խնդիրների ճիշտ հասցեագրումը, այլ կարևոր է, որ մեր քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք։ Իսկ բարեկեցիկ կյանքի միակ հնարավորությունը եւ իրական տարբերակը դա իհարկե արժանապատիվ աշխատանքն է։ Տրդատ Սարգսյանն ասաց, մտադիր է շարունակել ու զարգացնել հանձնաժողովի աշխատանքի սկզբունքը, լինել ոչ միայն օրենսդրական, այլև խնդիրներ բացահայտող կառույց։ Գաղտնիք չէ, որ այսօր մեր տնտեսվարողները շարունակում են բախվել ԵԱՏՄ շուկայում ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժը խոչընդոտող որոշակի խնդիրների։ ԵԱՏՄ պայմանագրի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ պետությունների տարածքով ապրանքների ազատ տեղաշարժն է։ Ուստի մեր հանձնաժողովի առաջիկա աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի արկա խոչընդոտների, բացառումների եւ սահմանափակումների բացահայտումն ու դրանց վերացման ուղղությամբ հետեւողական աշխատանքը։ Ես կարևոր եմ համարում նաեւ հանձնաժողովի արագ արձագանքման մեխանիզմների ձևավորումը։ Ազգային ժողովն այսպիսով ավարտեց բոլոր 12 մշտական հանձնաժողովների նախագահների տեխնատությունների քննարկումը։ Քվեարկությունը կլինի հաջորդ նիստում։ Ընդդիմադիր տեխնատուների ընտրվելու համար անհրաժեշտ կլինեն նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների քվեները, ինչպես են վարվելու նրանք այս առումով հրապարակային չեն հայտնել։ Աննա Զախարյան, Արամ Հարությունյան, լուրեր։